Հարգելի գործընկերներ, երկու թեմայով եմ ուզում խոսքս սկսել, հետո սիրով կպատասխանեմ մեր գործընկերների հարցերին։ 34 տարի առաջ այս օրերին սկսվեց Շուշիի հաղթական օպերացիան, որը ըստ էության ոչ միայն պատմական փաստ է, մեր հայրենիքի հազարամյա պատմության բաղկացուցիչ եւ ամենակարևոր օրերից մեկը, այլ նաև ըստ էության շատ հստակ ուղերձ էր հայ ժողովրդի կողմից աշխարհին առայն, որ հայը կոտրվող չի, հայը վախկոտ չի, հայը պարտվող չի եւ առաջնորդության պարագայում, նվիրյալների առաջնորդության պարագայում հայը մշտապես էլ հաղթել է, որքան էլ այսօրվա իշխանությունը փորձի հասարակությանը համոզել, որ հայը հաղթելու հնարավորություն չունի եւ իր զիջողականությունը, պարտվողականությունը դրանով է պայմանավորված, պատմությունը թարմ է, պատմության բազմաթիվ դրվագներ ցույց են տվել հայ ժողովրդի պայքարի ոգին եւ կամքը իր բնորանում ապրելու եւ իր ազատության համար ճակատամարտելու համար եւ 34 տարի առաջ տեղի ունեցած այդ իրադարձությունները պատմական վառ այդ դրվագներից մեկն էին։ Փառք ու պատիվ բոլոր այն մարդկանց, ովքեր պլանավորեցին, առաջնորդեցին հայ ժողովրդին դեպի այդ հաղթանակը եւ հավերժ փառք բոլոր մեր այն նահատակներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին շատ ավելի կարևոր գաղափարի իրացման համար։ Ես նաեւ ուզում եմ անդրադառնալ այսօր նաեւ մեկնարկող քարոզը արշավին, հանրապետական ապրելին կայացած իր համագումարում դրանում ընդունված իր բանաձևում եւ հայտարարությունում շատ հստակ ձևակերպել է իր անելիքներն ու պատկերացումները ինչպես ընդրական process-ների, այնպես էլ հավաքական ընդդիմությանը իր սատարումը բերելու մասին, ինչը բնականաբար ուժի մեջ է եւ ես նաեւ այսօր հարկ համարեցի սրա մասին խոսելու։ Հանրապետական իր ողջ պոտենցիալն ու կարողությունը դնելու է ապահովելու հավաքական ընդդիմության հաջողությունը ընտրական process-ներին։ Նաև որոշումը հանրապետականի չմասնակցության առումով պետք է նաև դիտարկել այս շրջանակներում եւ թեև շատ ու շատ իրադարձություններ մեր պատկերացումների շրջանակներում չեն ընթացել կամ ընթանում, ամենայն դեպս հանրապետական իր մասով անելու է առավելագույնը։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։